Պոլիտիկայը գրում է. Հայաստանի քաղաքական ու մեդիա տիրույթն այսօր հիշեցնում է փուչիկներով լցված սենյակ, ճղելու պահը միայն ժամանակի հարց է։ Դատարկախոս պորոտախոսների շարքը ոչ միայն չի պակասում, այլև ընդլայնվում է։ Ու քանի որ մեր երկրում վաղուց է ինչ դատարկ խոսքը սոված չի մնում, իսկ ԶԼՄ-ներն էլ քլիքամոլության իրենց գագաթնակետին պատրաստ են եթեր տալ նույնիսկ էշերի հետ սեռական կապի մեջ մտածներին, բնական է, որ կյանքն էլ վերածվել է հանրային խենթանոցի։ Այս խոսքի գերզորությունների ակտիվությունն աճում է հատկապես այն ժամանակ, երբ հերթական հարթակ է ստանում որևէ իրական գործիչ։ Օրինակ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսում է, դատարկախոսները սկսում են ոռնալ ռեֆլեքսով, ինչպես շները շեփորի ձայնին։ Երեք արևմտյան գործակալական միկրոֆոններից մեկի վրա իր ծանրակշիռ մաղձը ցայտեց Ղարաբաղ կոմիտեի մոռացված դեմք Գագիկ Սաֆարյանը։ Սույն գեոպոլիտիկը իբր հիշեցրեց, որ Հայաստանի բոլոր նախագահները իր մոտ թռուցիկ բաժանող են եղել, իսկ ինքը կինոյի տղեն։ Ճիշտ այն տաքսիստների տրամաբանությամբ, որոնք Մոսկվայում իբր մեծ բիզնեսներ են թողել, հիմա էլ գեոպոլիտիկա են վերլուծում։ Սաֆարյանի ինքնագովազդը կառուցվում է մեկ դրվագի վրա՝ Ղարաբաղ կոմիտեի, բայց նույնիսկ ինտերնետի մի քանի րոպեանոց որոնումը բացահայտում է, որ կոմիտեի անդամ լինելն իր կյանքի ամենահամեստ դրվագներից է։ Այս մարդը դատապարտվել է խարդախության համար ու ժամանակին դատարանում սպառնացել է ինքնասպան լինել, եթե իրեն պատժեն։ Լուրջ մարդը սենց բան չի անում, բայց դե դերասանները միշտ էլ խաղի մեջ են։ Եվ այս խարդախ դերասան պորոտախոսները այսօր վերածվել են արևմտյան գործակալական հարթակների սիրելի փորձագետների։ Իրենք ոչինչ լինելով փորձում են ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր գոնե մի բան արել են այս երկրի համար։